Հարգելի հեռուստադիտողներ, Արարատյան Խոհանոցն է եթերում, բարև ձեզ։ Շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ մեր հաղորդումները դիտում եք։ Շատ շնորհակալ եմ, որ ձեր անմիջական մասնակցությունն եք բերում մեր հաղորդումներին, ձեր խորհուրդներով եւ ձեր առաջարկներով։ Իմ ջերմ եւ սրտագին ողջույնները մեր սփյուռքահայ բարեկամներին եւ մեր երկրի բոլոր հեռուստադիտողներին։ Ձեր բոլոր առաջարկները կարեւոր են, մենք դա կարեւորում ենք եւ շատ ու շատ սիրում ենք ձեզ։ Հարգելի հեռուստադիտողներ, շարունակում ենք ձեզ ներկայացնել ու տեսնել մեր ազգային խոհանոցից, աշխարհի ամենահամեղ, ամենաբազմազան եւ ամենաարևաբույր խոհանոցից։ Եվ այսպես բարեկամներ, այսօր պատրաստելու ենք դդմապուր, դդումով ապուր։ Բաղադրիչները հետևյալն են. դդում, կաթ, բրինձ եւ համեմունքը հիլ։ Մի քիչ աղ ենք օգտագործելու, մի քիչ շաքարավազ։ Բնականաբար օգտագործելու ենք նաեւ այն կարևոր եւ ամենահիմնական համեմունքը, որ մենք մեզ հետ միշտ կերում ենք, դա մեր սերն է եւ հոգու ջերմությունը։ Գնացինք, նախ եւ առաջ դդումը մաքրում ենք կեղևից եւ միջուկից, մի բառակապակցություն է շրջանառվում, կեղևազրկել, անհասկանալի իմ կարծիքով բառակապակցությունը, մենք չենք օգտագործում դա, մենք կեղևից մաքրում ենք դդումը, միջուկը հեռացնում ենք, հարկավոր է ընտրել հաստ պտղամսով դդում, իսկ դդումի որակական հատկանիշները, բարեկամներ, դա կախված է եղանակից եւ կախված է թե որ ժամանակաշրջանում ենք մենք դդումը սկսում օգտագործել։ Դդումը պիտի մի քիչ արդեն դեպի ցուրտ եղանակը, նոյեմբերի վերջ, դեկտեմբերի սկիզբ, մի քիչ պիտի ցրտահարված, թեթև էսպես լինի, որ իր այդ համային հատկանիշներին գումարվի նաեւ նրա քաղցրահամ լինելը։ Այսպես դդումը կտրատում ենք փոքր խորանարդիկների, պատկերավոր ասած շաքարի չափ, այսպես խորանարդիկների, անուշապուրների դասին է պատկանում այս ապուրը, բարեկամներ, անուշապուրներ, որոնցով շատ ու շատ հարուստ է մեր խոհանոցը։ Սկզբի համար մենք քիչ քանակությամբ ջրի մեջ կշոքեհարենք դդումը, ինչպես ուշադրություն դարձրեցիք այս ուտեստի մեջ, ապուրի մեջ չկա յուղի մասնակցություն, այսինքն յուղ չենք օգտագործում։ Անուշապուր է եւ զուտ բնական, բնամթերքով պատրաստվող ապուր։ Այսպես քիչ քանակությամբ ջուր, բայց ամեն դեպքում ջուրը պետք է ծածկի։ Բարեկամներ, ինչպես տեսնում ենք, արդեն եռում է դդումը, ավելացնում ենք բրինձը, այս ուտեստը կարող ենք պատրաստել ամբողջապես կաթի մեջ կամ մի քիչ, ինչպես մենք արեցինք, մի քիչ թեթև շոքեհարելով ջրի մեջ դդումը, նոր ավելացնենք կաթը։ Մենք մի քիչ թեթև շոքեխաշեցինք, հիմա կարող ենք ավելացնել կաթը, եւ մի քիչ շաքարավազ։ Շատ հեշտ, շատ հասկանալի
պատրաստվող ուտեստ է, մեզ կպահանջվի 8-ից 12 րոպե այս ամբողջ մթերքները պատրաստելու համար, վերջում կավելացնենք հիլ եւ բնականաբար մեր սերը եւ հոգու ջերմությունը եւ ուտեստը պատրաստ է, կսպասենք 12 րոպե։ Բարեկամներ, անցավ 12 րոպեն եւ մենք տեսնում ենք, որ ուտեստը արդեն ինչ է անում, ուտեստը մեզ ժպտում է, պատրաստ է արդեն, հարգելի հեռուստադիտողներ, մենք պատրաստեցինք նախորոք մի քիչ ջրի մեջ շոգեխաշեցինք գթումը, այնուհետև ավելացրինք կաթ, բրինձ, մի քիչ շաքարավազ, հիմա մեզ մնում է մի քիչ ավելացնել հիլ եւ ուտեստը պատրաստ է։ Հիլ ավելացնելուց հետո կվերցնենք կրակից, կափարիչը կծածկենք եւ կնախապատրաստենք ափսեն, որի մեջ մենք պիտի մատուցենք։ Հարգելի հեռուստադիտողներ, մեզ մնում է ուղղակի շարունակելով բարձր տրամադրությամբ մատուցել։ Դդումը արդեն լավ փափկել է, բրինձը արդեն պատրաստվել է եւ ուտեստը արդեն պատրաստ է։ Ահա բարեկամներ, այս ուտեստն էր, որ մենք այսօր որոշեցինք միասին պատրաստել դդմապուր, կաթով եւ բրինձով։ Հարգելի հեռուստադիտողներ, մենք օգտվել էինք Լևոն Ղազարյանի աշխատությունից, որ կոչվում է Հայոց ավանդական եւ ժամանակակից խոհանոց։ Հարգելի հեռուստադիտողներ, ուզում եմ, որ ձեր բոլորի սեղաններին միշտ լինեն ազգային ավանդական ուտեստներ։ Հավատացեք, որ նրանք կօգնեն ձեզ լինել ել ավելի առողջ, ել ավելի երջանիկ, իսկ մենք միասին կլինենք, կսիրենք ազգ եւ հայրենիք։ Եվս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ցտեսություն բարեկամ։ Դդմապուր, դդում 200 գրամ, կաթ 300 գրամ, բրինձ 100 գրամ, շաքարավազ 50 գրամ, աղ, հիլ, բարեխորժակ։